Իջևանի էմպարային համույթը նշում է գործունեության 10-ամյակը։ 10 տարի առաջ ընդամենը 3 սանով սկսված նախաձեռնությունն այսօր դարձել է Պարի մեծ ընտանիք, շուրջ 100 սաներով Իջևան քաղաքից և համայնքի տարբեր բնակավայրերից։ Այստեղ երեխաները սովորում են հայկական ազգային պարերը, բացահայտում դրանց պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը։ Պարն այստեղ դիտվում է որպես ազգային ինքնության պահպանման, մշակութային արժեքների փոխանցման և հայրենասիրական դաստիարակության կարևոր միջոց։ Խումբը ի սկզբանե ստեղծվել է մեկ նպատակի համար, որ ոչ թե պիտի լինի ուղղակի պարային խումբ, այլ ես խմբի հիմքում դրել եմ ընտանիք ասվածը եւ ինձ համար շատ կարեւոր եղել, որ սա լինի ոչ թե պարային խումբ, այլ ընտանիք, ու ես կարծում եմ, որ դա հաջողել եմ, որովհետեւ այստեղ մենք սովորում ենք ոչ միայն պարել, այլ շատ ավելի կարեւոր արժեքներ, որոնցից են հայրենասիրությունը, հավատքը, սերը դեպի հայրենիքը, զինվորները, հավատում եմ, որ դեռ շատ ու շատ պիտի ընդլայնվենք։ Կարծում եմ, որ աշակերտները կշատանան եւ հաջորդ 10-ամյակը կնշենք արդեն ոչ թե 100, այլ 200 աշակերտով եւ հուսով եմ, որ նպատակը, որը դրել եմ իմ առջեւ, կկարողանամ ծառայել ու ծառայեցնել հայրենիքի, արվեստի, մշակույթի եւ որ ամենակարևորն է Իջևան քաղաքի մշակույթի զարգացման համար։ Հոբելյանական համերգը նաև անցած 10-ամյակի ամփոփման խորհուրդն ուներ։ Բեմում հերթափոխվում էին տարբեր տարիքային խմբերի ելույթները, ներկայացնելով այն ճանապարհը, որը համույթն անցել է ստեղծման օրվանից մինչ այսօր։ Ես հաճախում եմ Պարի 3 տարեկանից։ Այստեղ սովորում ենք հայկական պարել։ Ամենաշատը սիրում եմ Ուզունդարան պարը։ Սակայն ամենակարևորը դեռ առջևում է՝ նոր բեմեր, նոր սաներ եւ անփոփոխ մնացած առաքելությունը, սերնդեսերունդ փոխանցել հայկական պարի հարուստ ժառանգությունն ու ազգային արժեքները։